ավելի լոկալ, հա, բնույթ կարող ունենան, բայց ավելի շատ կբացահայտեն, թե ինչ կար, որ կարելի էր անել եւ չեն կարել, որովհետեւ դուք չանդրադարձաք մեր կրթահամալիրի, ուրեմն նաեւ որպես ձեռքբերում աշխատանքների միավորման արդյունքում, որտեղ կադրերի պատրաստումը դրված է նաեւ այս բարեփոխումների հիմքում եւ որակյալ կադրերն է, որ բերելու են որակյալ փոփոխությունների։ Հերթագրում հարցերի համար Գեգամ Մանուկյան, Աննա Գրիգորյան եւ ես խնդրեմ։ Տիկին Սարգսյան, իրականում հանձնաժողովում ձեր նախարարության ներկայացուցիչների հետ միշտ աշխատանքային քննարկումներում շատ հարցեր են քննարկում, փորձում ենք օրենսդրական են բոլոր նախաձեռնությունները, որ կան, հնարավորինս լավացնել։ Բայց ամեն անգամ ինքս ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ արժի ընդհանրապես։ Հիմա դուք խոսում եք ոստիկանության գվարդիայի մասին։ Այս տարվա վերջ պետք է ոստիկանության գվարդիան ձևավորված լինի։ Հիմա շատ սիրուն եք դուք ներկայացնում, մեր հայրենակիցներն են ասում, ինչ լավ է ոստիկանության գվարդիա, իդե հակառակ բոլոր մեր պնդումների ոստիկանության գվարդիայի պարտականությունների մեջ հետևողականորեն կառավարությունը չընդգրկեց հայրենիքի պաշտպանության նաև գործին մասնակցելու պարտականություն։ Բայց որ մեկ էլ անդրադառնում եմ, որ այն ոստիկանության գվարդիանա լինելու, որի հիմքը սև կարմիր չգիտեմ ինչ բերետավորներն են, մեկ էլ որ անդրադառնում եմ այս այն ոստիկանության գվարդիանա լինելու, որի հիմք հանդիսացող կարմիր սև բերետավորները շուտ 40 հոգի արդեն 2 տարի առաջ հարձակվել էին 1 տարի ու կես առաջ հարձակվել էին ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Սիմոնյանի վրա ու այսօր հիմա դուք կարաք ասեք, որ քննչական մարմինները քննություն են տանում, այնտեղ ոչ մի քննություն չի տարվում, բայց որևէ կարմիր բերետավոր պատասխանատվության չի ենթարկվեց, մեկ էլ անդրադառնում ես, որ ախր սրանք տենում են, որ իրանց վայրագությունը հետևանք չի ունենում։ Դրա համար էլ մարզադաշտում, երբ որ ֆուտբոլասերները քաղաքացիական դիրքորոշում են անում, ֆեդերացիայի նախագահի հրաժարական են պահանջում, 1 ամիս առաջ էր, նույն կարմիր բերետավորները ծեծ ու ջարդի էին ենթարկում։ Ես ինքս այցելել եմ մեկուսարան, որտեղ 1 տասնյակ 9 հոգի դերման ենթարկված էր, շատերը ծեծված, այդ թվում Երևանի ավականու անդամի որդին ծեծված տանն էր։ Ու դրանից հետո որտեղից վստահություն 2025 թվականին, որ դուք 25 թվականի կատարողականներ ներկայացնեք, այդ շատ գեղեցիկ փաթեթավորմամբ մեկ էլ չենք անդրադառնում, որ այդ փոփոխությունը չկա։ Միանգամից ասեմ, դուք նշեցիք աղետների կանխարգելում լորին անդրադարձեք, ես կուզեմ հավելել։ Երևանում վերջերս տեղի ունեցած հորդառատ անձրևների օրերին մեր փրկարարները իրոք հերոսական աշխատանք էին անում։ Ցավոք սրտի, այդ այն ոլորտն է, որը վարձատրման առումով շատ ավելի անպաշտպան է, բայց դուք էլ եք նշում, որ հանրային ընկալման առումով ամենագնահատված երևի ծառայողներից է։ Իդեպ դուք վիճակագրական տվյալներ չասեցիք, ես մի թիվ ամեն դեպքում հրապարակեմ, օրերս հանրային քննարկման է ներկայացրել ներքին գործերի նախարարությունը նվիրաբերված զենքերի առգրավման կարող եմ ասել, առգրավման մասին նախաձեռնություն ունեցել ենք շատ տևական աշխատանքային քննարկում եւ հիմնավորման տպավորությունը, որ գիտեք Երևանում շատ են կրակում այդ նվիրաբերած զենքերի։ Անցած տարվա տվյալը պաշտոնական 96 հրազենով գործված հանցանք է եղել 96, որից 26 օրինական զենքով, որից միայն 5-ն է եղել նվիրատվություն զենքերով, այնտեղ էլ հարց է, ինքնապաշտպանություն է եղել, օդ կրակելը։ Այսինքն նվեր ստացած զենքերը չեն պատճառը, որ հրազենով հանցագործություններ են կատարվում, այլ թերևս ոչ լիարժեք աշխատանքը։ Երկու հարց էլ ասեմ, մեկ բարեկային, ուղղակի տեսնում եմ, որ ձեր աշխատակազմից քիչ մարդ կա, կարող է դժվարանաք պատասխանել։ Բարեկային ծառայության քանի տոկոս մեքենաներն են, որ տարբեր պատճառներով խափանված այսօր կանգնել են, նախորդ բյուջեի քննարկման ժամանակ շատ խոսեցի, որ մի քանի տասնյակ միլիոն դրամ ոստիկանությունը ծախսում է մենակ քաղաքացիական ավտոբուսներ վարձակալելու, այն ժամանակ Վայ Ղազարյանն էր, ասեց պլանավորել ենք ավտոբուսներ ձեռք բերելու, ուզում այդ հարցով տեղեկանամ
Ընթացիկ մի հարց, որ երեկվանից շատ ակտիվ քննարկվում է, ինչ միջոցներ են երեկվանից ձեռք առնվել Վրաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուների համարանիշներ գողանալու մասին շատ ակտիվ խոսվեց եւ վերջում մեկ է մի բան, ԵՄ-ի վիզաների հետ ազատականության տիկին նախարար Հայաստանում այսօր այդ վիզաների հարցով, եթե չասեմ մաֆիա, բայց խայտարակություն է։ Ես ասեմ դες անկեղծ, մի քանի տարի առաջ չեմ անում, կարծեմ Գերմանիայի դեսպանատուն պետքա դիմեի, հերթը բան է։ 5000 դրամով այդ հերթի հնարություն ունե։ Այսօր գիտեք թվերը ոնց են, 40-50 հազար։ Հա՞։ Չէ, իսկ իրականում այդ Եվրաքվեի նախաձեռնողները, որ Ռոզովի նկարագրում են, իրականում ԵՄ դեսպանատներ, վիզային կենտրոն, բոլոր կառույցները սարքել են մի փակ շղթա։ Տասնյակ հազարավոր դրամներ են մարդիկ վճարում, որպեսզի հերթագրման գնան։ Այսքանը։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, իհարկե հարցերը բազմաշերտ էին եւ նաեւ բազմաթիվ, բայց հերթով բոլորին անդրադառնամ գալով վերջից, որ նաեւ որոշ թեմաների վրա ավելի երկար կարողանամ կենտրոնանալ։ ՀՀ վիզաների ազատականացման հարցը եւ ձեր կողմից բարձրացված հարցը տարբեր կառույցների տիրույթում գտնվող հարցեր են։ Այսինքն Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, որ կառույցի մասին էլ որ խոսենք, որևէ ներազդեցություն, ներգործություն չի կարող ունենալ Եվրոպական միության տարբեր երկրների դեսպանությունների կամ վիզաների կենտրոնների կամ հյուպատոսարանների վրա։ Բայց քանի որ մեր քաղաքացիներից իրավաչափորեն ձեր կողմից ներկայացված ահազանգերը ստացել ենք, մենք ամեն քննարկմանը այդ ահազանգերը փոխանցում ենք մեր գործընկերներին, որպեսզի հետամուտ լինեն այդ դրվագներին։ Ունեցել ենք ընդհանուր մինչև ահազանգեր, որ կան որոշակի ընկերություններ, որոնք ավտոմատ հերթերի գնման տրամաբանության մեջ են աշխատում, հետո այդ հերթերի վաճառքի, ճակերտավոր, հա, վերավաճառք եւ այլն եւ այլն։ Այս բոլոր տեղեկատվությունները մենք փոխանցում ենք մեր գործընկերներին, որպեսզի կարողանան իրենք ավելի կառավարելի դարձնել իրենց process-ները։ Զուգահեռաբար, եթե նաև օբյեկտիվ հերթերի մասին ենք խոսում, գործընկերները գիտեն, որ հաշվի առնելով նաև քաղաքացիական ավիացիայի ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները, մեր քաղաքացիներն ավելի մոբիլ են այս պայծրությամբ գործում եւ տարբեր եվրոպական երկրներ տեղաշարժեր են իրականացնում եւ մենք խնդրանք հայտ ենք ուղարկել գործընկերներին, որ հնարավորության դեպքում այստեղ գտնվող կենտրոններում հաստիկային միավորների թիվը հնարավորինս ընդլայնվի, որպեսզի կարողանան սպասարկման ծավալներն ավելի ընդլայնել։ Ունեցել ենք դրական արձագանք, բայց ինքներդ եք հասկանում, որ process կա, որը որ պիտի Եվրոպական միության գործընկերները այստեղ առանձին դեսպանությունների մասով իրականացնեն։ Հիմա երեք Հայաստան-Վրաստան ֆուտբոլային իրադարձությունների շրջանակներում կատարված այն պնդման մասով, որը որ վերաբերում էր պետհամարանիշների գողությանը, այսօր առավոտյան նախարարությունը հերքել է այս տեղեկատվությունը։ Չեմ կարող ասել, թե որտեղից են այս ահազանգերը գալիս կամ ինչի արդյունքում են, բայց մենք ունեցել ենք ընդամենը մեկ ահազանգ պետհամարանիշի շորթման մասով, երբ որ ըստ ահազանգողի պետհամարանիշը հայտնվել է Տելեգրամյան ալիքում եւ որոշակի գումար է պահանջվել այդ պետհամարանիշի համար։ Իհարկե այս հանգամանքները դեռևս պիտի ստուգվեն եւ հասկանանք, թե ինչպես է process-ը իրականացվել, բայց այն, որ լրատվական տարբեր միջոցներով տարածվում է ակտիվ այն խոսույթը, որ հազարավոր տրանսպորտային միջոցների հետ կապված գողություններ կա պետհամարանիշների, ուզում եմ նաեւ այստեղ փարատել ձեր մտահոգությունը, նմանատիպ ահազանգ չունենք։ Տրանսպորտային Ճշտել եք, որ լրատվամիջոցներն են ակտիվ ապատեղեկություն տարածում։ Շատ պրոիշխանական։ Այո։ Շատ ինձ էլ հետաքրքիր։ Այդ ինչ բանա պրոիշխանականը եւ ընդդիմադիրը։ Խնդրեմ, տիկին։ Դուք ուզում եք հերքում, ես հերքեցի, եկեք մնացյալ թեմաների մեջ չխորանանք այս բային։ Տրանսպորտային միջոցների վնասների մասով, այո, ունենք նմանատիպ խնդիր, որովհետև ըստ մեր հաշվարկների, հատկապես Երևանի դեպքում ունեցել ենք մի շարք տրանսպորտային միջոցներ, որոնք որ վթարվել են տարբեր իրադարձությունների հետևանքով, մի դեպքում պարեկների մեղավորությամբ, մեկ այլ դեպքում քաղաքացիների մեղավորությունն է ֆիքսվել, այսինքն երկու ասպեկտն էլ ունենք այս աշխատանքի մասով, եւ այն բոլոր իրավիճակներում, երբ որ պարեկների մեղավորությամբ է տեղի ունեցել վթարները, արդեն իսկ հստակ ծառայողական քննությունների շրջանակներում սկզբունք ունենք, որ կատարվելու են որոշակի պահումներ աշխատավարձերից, որպեսզի մենք կարողանանք տրանսպորտային միջոցները վերանորոգել շատ ավելի սեմ ժամկետում եւ նաեւ ծառայողը եւս զգա, որ պետք է շատ ավելի մեծ խնամքով վերաբերվի այն գույքին, որը պետությունը բյուջետային պլանավորման շրջանակներում այս ռեֆորմի շրջանակներում տվել է։
Բայց զուգահեռ իրականության մեջ մենք նաև հնարավորինս զգույշ ենք մոտենում այս թեմային, որովհետև շատ հաճախ ունեցել ենք դեպքեր, երբ որ հանցագործին հետապնդելու, իրավախախտին հայտնաբերելու նաև ընդհանուր իրադարձություններով պայմանավորված է եղել այս վթարային իրավիճակները, եւ այստեղ մենք այս եզրային գիծը պետք է շատ նուրբ ընտրենք, որպեսզի բարեկները չխորշեն նմանատիպ իրավիճակներում հանցան կատարած անձին հետապնդելու այն մտքով, որ ավելի լավ է տրանսպորտային միջոցը չվթարվի, քան թե հանցան կատարած անձին հայտնաբերեն։ Հետևաբար այս ուղղությամբ աշխատանք կա, ասեմ, որ այս տարի ինտենսիվ սկսել ենք նաև ավտովարման դասընթացներ մեր բարեկային ծառայողների համար, որովհետև նկատում ենք, որ նաև վարելու հմտությունների ավելի կատարելագործման հարց ունենք եւ կրթահամարերի միջոցով ձեռք ենք բերել նաև մասնագիտական ծառայություններ, որի շրջանակներում այն բոլոր բարեկները, որոնք կամ աչքի են ընկել ծառայողական քննության շրջանակներում վնաս հասցնելու առումով, կամ մենք ինքներս ենք ցուցակագրել մեր ծառայողներին, որոնք որ կարիք ունեն ավելի լավարկելու իրենց հմտությունները, նրանք արդեն մասնակցում են ինտենսիվ ավտովարման դասընթացների։ Ավտոբուսների մասով պարոն Ղազարյանը իրավաչափորեն անցած տարի նշում էր, որ մենք ավտոբուսների ձեռքբերում ենք ունենալու։ Ես պիտի փաստեմ, որ այս պայդրությամբ թեև բյուջետային պլանավորման մեջ մենք նախատեսել էինք ավտոբուսների ձեռքբերում, բայց հնդածս նաև պետական գույքի կառավարման տրամաբանության մեջ ունեցել ենք տարբեր պետական մարմիններից թարմ ավտոբուսային, այսպես ասեմ, պարկի նաև հատկացում պետական գույքի կառավարման կոմիտեին, որի շրջանակներում տրանսպորտային միջոցների որոշ ծավալը կհատկացվի հենց ներքին գործերի նախարարությանը, որպեսզի այլևս վարձակալական ծառայություններ ձեռք չբերենք ավտոբուսային պարկի տեսանկյունից, եւ եթե տեսնենք, որ դա անբավարար է, բնականաբար լրացուցիչ տրանսպորտային միջոցներ եւս ձեռք կբերենք։ Պարգևատրական զենքերի մասով նախագծի նաև անդրադարձակ, այդ թվում հնարավոր կրակոցներին, տեսեք, ես անընդհատ իմ խոսքում փորձում եմ բերել մեր իրական հիմնավորումները, այլ ոչ այն տպավորությունը, որը որ կարող է ստեղծվել։ Որևէ մեկը չի ասում, որ նախագծի հիմնական նպատակը եւ նախագծի հիմնական պատճառն այն է, որ բոլոր հանցագործությունները կամ հանցագործությունների գերակշիռ մեծամասնությունը կատարվում է պարգևատրական զենքերով։ Խնդիրը հետևյալն է, որ մենք ունեցել ենք պայմանավորվածություն, ես այդ թվում ունեցել եմ հանձնառություն ազգային ժողովում, շարունակելի մոնիտորինգի ենթարկել զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքը եւ հասկանալու թե որտեղ է, որ ունենք լավարկման տեղ։ Մի շարք փոփոխություններ պարոն Գաբրիելյանի հետ արդյունավետ գործընկերության արդյունքում ենք իրականացրել եւ մենք շարունակել ենք մեր աշխատանքները, որպեսզի հասկանանք թե լրացիչ ինչ հարցեր ունենք, որոնք որ պիտի քննարկենք եւ դրա հիման վրա լուծումներ նախատեսենք։ Պարգևատրական զենքերի մասով ի սկզբանե օրենքը հստակ ստանդարտ է տվել պարգևատրման տեսանկյունից, հստակ չափանիշներ կան պարգևատրական զենքերի հետ կապված, բայց ունեցել ենք անցումային դրույթ, որը որ երկակի մոտեցումների առաջ նաև պրակտիկայում կանգնեցրել է մեզ եւ մեր նպատակն է եղել այն, որ այդ երկակի մոտեցումները շտկենք եւ հնարավորինս ինստիտուցիոնալ ճիշտ լուծումներ նախատեսենք պարգևատրական զենքերի մասով։ Այն, որ մի շարք պարգևատրական զենքեր արժանիորեն տրամադրվել են մեր հանրության շատ ներկայացուցիչների, դա միանշանակ է, եւ ես խնդրում եմ տարբեր քննարկումների ժամանակ հաշվի առնենք եւ չվերագրենք այս նախաձեռնությունը այն դեպքերի ընդհանուր քողի ներքո, որ կան նաեւ մարդիկ, որոնք որ այլևալ ճանապարհներով կարող են ստացած լինել տվյալ պարգևատրական զենքերը։ Բայց հանրային անվտանգության տեսանկյունից կարծում եմ ավելի առաջնային այդ դիրքերից հարցին նայելն է եւ ես վստահ եմ, որ մեր այն քաղաքացիները, որոնք արժանիորեն են ստացել պարգևատրական զենքերը, շատ ավելի հաշտ են այս նախաձեռնության հետ, քան այն անձինք, որոնք որ առաջացնում են այս նախագծի շուրջ տարբեր աղմուկներ, տարբեր երանգներ են փորձում ներկայացնել նախաձեռնության Ես ասեմ ձեզ, որ աղմուկները չէ, մի րոպե, էլի մենք քննարկում ենք ունեցել եւ դա շարունակվելու է, այնպես որ աղմուկ էլ կա, մեկն էլ կա, մյուսն էլ կա, բայց այդ քննարկման process-ները այնպես կլինի, որ մենք կգտնենք լուծումներ, նաեւ պայմանավորենք